Որոնք են այն առավելագույն արդյունքները, որ տալիս է կրթությունը, կրթական համակարգը աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող երեխային։ Սպասելիքները կարող են տարբեր լինել, կախված երեխայի առանձնահատկություններից։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի երեխան, երբ որ գնում է դպրոց, երեխայի համար կազմվում է անհատական ուսուցման պլան, որտեղ ամբողջ թիմով ուսուցիչների, համատեղ քննարկումների, ծնողների եւ աջակցող մասնագետների կողմից սահմանվում են նպատակներ։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի այդ նպատակները լինեն իրատեսական, լինել չափելի եւ իրոք ֆունկցիոնալ, որպեսզի պետք լինեն երեխային կյանքի ընթացքում որևէ հմտություն ձեռք բերելու համար։ Եվ կախված արդեն երեխայի կարողություններից ծնողները եւս պետք է պատկերացնեն ինչ սպասելիքներ ունեն տվյալ դասարանում գտնվելու ժամանակ, որովհետև շատ ծնողներ միգուցե առաջի դասարանում հենց սպասում են, որ երեխան կսկսի կարդալ, կսկսի գրել, կսկսի խոսել, բայց միգուցե մեծ աշխատանքի արդյունքում դեռևս չի հաջողվում հաղթահարել այդ նպատակները։ Եվ այստեղ կարևոր է հասկանալ, ճանաչել երեխային, ճանաչել երեխայի առկա կատարողական մակարդակը եւ ճիշտ նպատակներ սահմանել։ Արդյունքին հասնելը պետք է լինի քայլ առ քայլ եւ փոքրիկ քայլերով։ Կարևոր է, որ ուսուցիչը մենակ չմնա։ Ուսուցչի կողքին լինեն աջակցող մասնագետները, լինեն տնօրենությունը, իրականացնեն տարբեր իրազեկման աշխատանքներ եւ օգնեն ուսուցիչներին իրենց դժվար աշխատանքում կարողանալ առաջ շարժվել։